Իրանը նոր գերագույն առաջնորդ ունի Մոջթաբա Խամենեին, զոհված Ալի Խամենեիի որդին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հավատարմության երդում է տվել նոր առաջնորդին, պատրաստակամություն հայտնելով կատարել նրա բոլոր հրահանգները։ Աբբաս Արաղչին էլ իրանցի դիվանագետների անունից է հավատարմության երդում տվել Մոջթաբա Խամենեիին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, Իրանը պետք է ընդունելի ղեկավար ունենա, որը լավ կվերաբերվի ԱՄՆ-ին եւ Իսրայելին։ Դոնալդ Թրամփը պնդել էր, ինքը եւս պետք է մասնակցի նոր հոգեվոր առաջնորդի ընտրությանը։ Նա հավելել էր, որ Խամենեիի որդին հարմար եւ լուրջ թեկնածու չէ։ Ամերիկյան կողմը նախազգուշացնում է, ցանկացած անընդունելի առաջնորդ թիրախ կդառնա ԱՄՆ-ի եւ Իսրայելի համար։ Օտարերկրյա առաջնորդներից Վլադիմիր Պուտինն առաջինն է շնորհավորել Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Այժմ, երբ Իրանը դիմակայում է զինված ագրեսիային, ձեր գործունեությունն այդ պաշտոնում խիզախություն եւ անձնվիրություն է պահանջում։ Վստահ եմ, որ պատվով կշարունակեք ձեր հոր գործը եւ կհամախմբեք իրանցի ժողովրդին դաժան փորձությունների առջեւ։ Ցանկանում եմ վերահաստատել մեր անսասան աջակցությունը Թեհրանին։ Ռուսաստանը եղել է եւ կմնա Իսլամական Հանրապետության հուսալի գործընկերը։ Շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ կողմերը համատեղ ջանքեր կգործադրեն զարգացնելու միջպետական կապերը, հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Նա խաղաղություն եւ բարգավաճում է մաղթել բարեկամ Իրանի ժողովրդին։ Զուգահեռ Իսրայելի վարչապետը կրկին հեղափոխության կոչով դիմել է Իրանի ժողովրդին։ Իսրայելը ձգտում է ազատագրել Իրանը բռնապետության լծից։ Իրանցի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ վերջ դնի իշխող ռեժիմին։ Ես հավատում եմ, որ եթե դուք ոտքի կանգնեք հիմա, կմոտենա օրը, երբ Իսրայելը եւ Իրանը կրկին կդառնան քաջարի ընկերներ։ Նեթանյահուն նաև նախազգուշացրել է, որ Իրանի համար անակնկալներ ունեն։ Մինչ այդ ռազմական գործողությունները շարունակվում են, Իսրայելը հարվածել է Իրանում տարբեր օբյեկտների, պայթյուններ են որոտացել Թեհրանում։ Լրջորեն վնասվել է Սպահանի միջուկային օբյեկտը, ըստ իրանական կողմի հանրապետությունում զոհվել է 1200-ից ավելի խաղաղ բնակիչ, ավելի քան 10,000 մարդ վիրավորվել է։ Տեղեկություններ կան, որ Բանդար Աբբաս նավահանգստում նավթատար նավեր են այրվում։ Իրանն էլ հարվածել է Թել Ավիվին, Հայֆայի նավթավերամշակման գործարանին, կանավերածություններ եւ վիրավորներ։ Նշվում է, որ Իսլամական Հանրապետությունը գերծանր հրթիռներ է կիրառել։ Կրկին թիրախում են հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Իրաքը, Քուվեյթը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հարվածներ են հասցվել այդ թվում քաղաքացիական օբյեկտների։ Բահրեյնում նավթային բազա է խոցվել, տեղեկություններ կան երկրում 30-ից ավելի տուժածի մասին։ Սաուդյան Արաբիայում էներգետիկ ենթակառուցվածքներ եւ բնակելի կառույցներ են վնասվել, կա 2 զոհ եւ 10-ից ավելի վիրավոր։ Էր-Ռիադը նախազգուշացրել է, եթե իրանական հարվածները շարունակվեն, հայելային պատասխանը չի ուշանա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիային իրանական հարվածների հետևանքով ամերիկացի եւս 1 զինվորական է զոհվել։ Այսպիսով ԱՄՆ զինված ուժերի շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի։ Անկարան հայտնել է, որ Իրանից արդեն երկրորդ անգամ բալիստիկ հրթիռ է արձակվել Թուրքիայի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարության տվյալով ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է հրթիռը Թուրքիայի օդային տարածքում։ Որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի չբնակեցված հողամասերում։ Անկարան նախազգուշացրել է, վճռական պատասխան կտան երկրի տարածքին ցանկացած սպառնալիքի։ Ավելի վաղ Վաշինգտոնը հրահանգել էր Թուրքիայի հարավում Ադանայի հյուպատոսարանից տարհանել դիվանագիտական անձնակազմի որոշ ներկայացուցիչների։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հավելել են, որ Կիպրոսի հյուսիսում 6 F-16 կործանիչ եւ հոբ համակարգեր են տեղակայել։ Նաեւ Կիպրոս է մեկնել Ֆրանսիայի նախագահը։ Էմանուել Մակրոնը եւս հայտնել է կղզում պաշտպանական ուժեր տեղակայելու մասին։ Նյու Դելիից էլ հայտնել են, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։ Նրանք աշխատել են առևտրային նավերի վրա։ Եվս մեկ նավաստի անհետ կորած է համարվում։ Այս ֆոնին Կատարի վարչապետը հայտարարել է, որ իրանական հարվածները դավաճանության խոր զգացում են առաջացրել երկրում։ Նրա խոսքով այս պատերազմից առաջ Դոհան բազմիցս հայտարարել է, որ չի մասնակցելու հարևանների դեմ որևէ հարձակման կամ պատերազմի եւ ցանկացել է տեսնել խաղաղ տարածաշրջան։ Օդային եւ ցամաքային գործողություններ են Լիբանանում։ Իսրայելի հարվածների հետևանքով Բեյրութի կենտրոնում հյուրանոց է վնասվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Հարված է հասցվել Լիբանանում ռուսական մշակույթի կենտրոնին, տուժածների մասին տեղեկություններ չկան։ Human Rights Watch-ի տվյալով Իսրայելը սպիտակ ֆոսֆորով հրետանային ռազմամթերք է կիրառել Լիբանանի հարավում բնակելի տարածքների դեմ։ Իրավապաշտպան կազմակերպությունն անօրինական եւ մտահոգիչ է որակել այդ քայլը։ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ երկրի իշխանությունը պատրաստ է վերսկսել բանակցությունները Իսրայելի հետ նպաստելու դեէսկալացիային։ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ ոչնչացրել են Իրանի ռազմական ավիացիան
եւ 44 նավ։ ԱՄՆ նախագահի կարծիքով ռազմական գործողություններից հետո Իսլամական Հանրապետության քարտեզը կարող է փոխվել։ Պատերազմը դադարեցնելու որոշումը կկայացնենք հաշվի առնելով Իսրայելի դիրքորոշումը։ Եթե ես եւ Նեթանյահուն չմիջամտեինք, Իրանը կոչնչացներ Իսրայելը եւ դրա շուրջ ամեն ինչ։ Երբ Միացյալ Նահանգները դադարեցնի հարվածները, Իսրայելը կարիք չի ունենա շարունակելու ռազմական գործողությունները։ Իսկ հիմա դեռ կանգ չենք առնում, համոզված եմ, ներկա զարգացումները որոշ ժամանակ կշարունակվեն։ Սպիտակ տնից հայտարարել են, որ Թրամփը դեռ չի բացառում Իրանում ցամաքային գործողության հավանականությունը, սակայն այս պահին Վաշինգտոնը նման մտադրություն չունի։ Վաշինգտոնից նաև հավատացնում են, որ չեն ցանկանում հակամարտությանը ներգրավել քրդական ուժերի։ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն էլ անդրադարձել է Թեհրանից հնչող հայտարարություններին, որ Ռուսաստանն աջակցում է Իսլամական Հանրապետությանը։ Ուիտկոֆի խոսքով ինքը դիմել է Մոսկվային եւ ասել, որ դադարեցնեն հետախուզական տվյալների տրամադրումը։ Ամերիկյան կողմը նաև չի շտապում վերսկսել բանակցությունները, նույն տրամադրվածությունն ունեն Թեհրանում։ Իրանը չի կարծում, որ եկել է ռազմական գործողությունների դադարեցման պայմանները քննարկելու ժամանակը։ Մենք դեռ չենք հասել այդ կետին։ Առաքչին հավելել է, որ նույնպես շատ անակնկալներ ունեն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Պահպանվում է Նախիջևանին մարտի 5-ի հարվածների պատճառով Բաքու-Թեհրան լարվածությունը Իրանի եւ Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ Իրանը որևէ կապ չունի տեղի ունեցածի հետ, խոստացել հետաքննություն անցկացնել։ Զուգահեռ Իրանի զինված ուժերը պահանջում է Բաքվից Ադրբեջանից հեռացնել իսրայելցի զինվորականներին խուսափելու էսկալացիայից։ Մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի հետ, բայց եթե Իրանի դեմ դավադրություն բացահայտվի կամ եթե այնտեղից ինչ-որ բան թռչի Իրան, մենք միջոցներ կձեռնարկենք։ Միացյալ Նահանգները դատապարտել է Նախիջևանի ՆԱԹՍ-ների հարվածը տեղի ունեցածի համար մեղադրելով Իրանին։ Դա Ադրբեջանի ինքնիշխանության կոպիտ խախտում է եւ էսկալացիայի սրում։ Միացյալ Նահանգները համերաշխություն է հայտնում Ադրբեջանին։ Տարածաշրջանում մեր գործընկերների տարածքների վրա հարձակումները անընդունելի են։ ԱՄՆ վճռականորեն կաջակցի իր գործընկերներին։ Նախիջևանի շուրջ զարգացումները հեռախոսազրույցում քննարկել են Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահները։ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել Բաքվին Նախիջևանում իրավիճակի կապակցությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասում կայունության ամրապնդման, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի եւ Ադրբեջան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ։ Մակրոնը զրուցել է նաեւ Իրանի նախագահի հետ, ընդգծել տարածաշրջանի երկրներին հարվածները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Չնայած լարվածությանը մարտի 9-ին Ադրբեջանը վերականգնել Նախիջևանի միջադեպից հետո Իրանի հետ սահմանին դադարեցված երկկողմ բեռնափոխադրումները, վերականգնվել է նաև Նախիջևանի միջազգային օդանավակայանի աշխատանքը։ Դիանա Գասպարյան, լուրեր։